Ձեզնից ով ինչպես է ճանաչում Կոստանտինին, ինչպես խաչվեցին ձեր ուղիները։ Ես տեսնում եմ, որ շատ զույգեր կան, նույնիսկ իրանց խոսակցության մեջ ասում ենք մենք ունեինք այս խնդիրը, արդեն հասել էինք բաժանության եզրակետին, բայց գնացինք հոգեբանի մոտ, փառք Աստծո, արդեն մենք ամեն ինչ հասկացել ենք։ Կոստանտինի հետ համագործակցում են ամբողջ աշխարհից, ենթադրել, որ բոլորը պիտի հասնեն ֆիզիկապես իր մոտ, այդպես չի։ Սեմինարին եկած մարդը ըստ ձեզ եւ սեմինարից գնացող մարդը նույն մարդ եկել է եւ գնում է, ինչ որ բան կփոխվի իր ներսում։ Սա այն սեմինարն է, այն խոսքն է, որը մարդուն տանում է ճամփորդություն դեպի իր ներս, որը մարդուն ստիպում է հանդիպել ինքն իրեն, իր այն կետերին, որից ինքը փախել է երկար։ Իրա մոտ ընդամենը մեկ այց է։ Դու չես գնում ամիսներով ու ամեն անգամ տարբեր խնդիրների մասին խոսում։ Քանի որ շատ են բաժանությունները, նաև այդ կարևոր թեման էլ, որը շատ է միշտ Կոնստանտինը խոսում դրա մասին, պալավինկաները, այդ օրը նույնպես բոլորը հնարավորություն կունենան նաև այդ կողմից շատ ճշգրիտ ինֆորմացվելու։ Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում երկու հրաշալի հյուրեր ունեմ։ Ինչպես արդեն տեղյակ եք, մայիսի 2-ին մեր հայրենակից հայտնի հոգեբան Կոստանտին Սարգսյանը ժամանելու է Հայաստան, ունի սեմինար բավականին մեծ չափերի, որի մասին էլ կխոսեմ իմ հյուրերի հետ։ Ներկայացնեմ Մանո Գրիգորյան, սեմինարի PR եւ մարքեթինգային մասի պատասխանատու, Մելանիա Բաբայան, նախագծի ղեկավար։ Շնորհակալ եմ շատ ինձ հյուրընկալվելու համար։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Անչափ զգացված ենք։ Սիրով հաճելի է ձեզ տեսնել մեր տաղավարում ճանապարհ դեպի տուն խորագիրը, բավականին հետաքրքիր խորագիր է։ Ինչ սեմինար է սպասվում մեր հայրենակիցներին։ Սկսեմ այնտեղից, որ մեր հայրենակիցները վաղուց արդեն լսում են Կոնստանտին Սարգսյանին on-line հարթակներով, վաղուց արդեն սպասում են նրան այստեղ։ Եվ ամեն ինչ դասավորվեց այնպես, որ Սարգսյանը Հայաստան գա հենց այս խորագրով, սեմինարով, որն իր մեջ պարտադիր ներառում է խոսք հայրենիքի մասին։ Եվ ես սա ասելիս արդեն իսկ շաքաղվում եմ անկեղծ ասած, որովհետև սա առաջին անգամ է կարծես, որ Սարգսյանը խոսելու է հայրենիքի մասին։ Եվ այնքանով է գեղեցիկ, որ հենց հայրենիքից է խոսելու հայրենիքի մասին։ Սա չի ենթադրում, որ սեմինարը ամբողջությամբ լինելու է հայրենիքի մասին, որովհետև մարդու ճանապարհները դեպի տուն բազմաթիվ են, որոնց փակագծերը բնականաբար ես չի որ պիտի բացեմ, որովհետև այդ առիթով սեմինարը կա։ Կարծում եմ Կոնստանտինը կխոսի պարտադիր սրտի մասին, ընտանիքի մասին եւ մեծամասամբ հայրենիքի մասին, ինչին անկեղծ ես անհամբեր եմ սպասում, նրա մեկնաբանությունը, նրա կոչը եւ նրա այցը։ Ուզում եմ խոսենք այն մասին, թե ձեզնից ով ինչպես է ճանաչում Կոստանտինին, ինչպես խաչվեցին ձեր ուղիները, հատկապես Մանո ջան ձերը։ Իմ ճանապարհը դեպի տան, այս դեպքում ոչ թե դեպի հայրենիք, չնայած ասեմ, որ Կոնստանտինի ազդեցությունը բավականին մեծ է եղել իմ գիտակցության վրա, որպեսզի վերադառնամ հետ տուն, հայրենիք, որովհետև կար ինչ-որ տենց իմ ներսում կռիվ, եւ երբ որ առաջին անգամ իր հետ ունեցա on-line հարթակում կոնսուլտացիա, բնականաբար խոսում ես կյանքի մասին, որի մեջ մտնում են կյանքի կարևորագույն տարբեր կետեր։ Եվ երբ որ խոսեցինք հայրենիքի մասին, տան մասին մի քանի շատ կարևոր միտք ասեց, որ դրանից հետո ես շատ լուրջ սկսեցի մտածել, թե հիմա ես որտեղ եմ, ինչու եմ այդտեղ եւ որը պետք է լինի իմ անելիքը ու հասկացա, որ ունեի որոշակի խնդիրներ, որոնք շատ դեպքերում ոնց որ ուշադրություն չես դարձնում, մտածում ես ժամանակը կգա կանցնի, չես կարողանում պատասխանը գտնել, բայց երբ որ հասկացա որտեղից են բխել այդ խնդիրները, հասկացա ինքդ քո հողից, քո
արմատից, այնտեղ որտեղ որ դու ձևավորվել ես, ծնվել ես, գալիս է նրանից, որ դու այդ ամեն ինչից հեռու ես, որովհետև միջև էտերի ես մտածում եմ, որ հայրենիք ասվածը, տուն ասվածը ընդհանրապես ամբողջ իմ աշխարհն է, բայց եթե դու ծնվել ես հենց տվյալ այդ հողում եւ Աստված որոշել է, որ դու պետք է ծնվեիր Հայաստանում, այլ ոչ թե, չգիտեմ, օրինակ Տիբետում, ուրեմն ինչ որ մի անելիք կա, ուրեմն այդ հողը անձամբ քո համար որպես մարդ, որպես հոգևոր էակ ինչ որ մի նշանակություն ունի ու իրականում ես հիմա ամեն օր զգում եմ այդ էներգետիկան, որ ըստեղ ես տպավորություն է, որ ավելի ամուր եմ կանգնած, կան ինչ որ անբացատրելի հոգեվիճակներ, որ ըստեղ թե միգուցե դա նաև գալիս է նրանից, որ գիտակցաբար ինչ-որ որոշակի աճ եմ գրանցել եւ սկսել եմ արժեքավորել ավելի իմ հայրենիքը, քան այն ժամանակ, որովհետեւ ինձ թվում է յուրաքանչյուր մարդու մեջ միշտ այդ բանը կա, որ դու ավելի շատ դեպի դուրս ես ձգտում։ Ու քանի որ մեր հայկական մենտալիտետի մեջ, մեր շատ ու շատ ունենք չէ՞ կարծրատիպային մտածելակերպ, շատ դեպքերում ինձ համար դա ոնց որ արգելք է եղել, խանգարել է լինել այնպեսին, ինչպեսին որ ես ուզում եմ, բայց հիմա հասկանում եմ ընդհակառակը, դա ինձ շատ ավելի հիմա օգնում է գտնել ինձ, քան ժամանակին խանգարել է։ Երբ որ գալիս հասնում ես այդ գիտակցության ու կռիվ չես տալիս քո դրսի միջավայրի հետ, այլ ընդհակառակը այդ ամբողջ ինֆորմացիան, նույնիսկ որպես հայ տեսակ լինելը դու ընկալում ես, որ դա օգնելու է գտնելու քեզ, այդ դեպքում դու պարզապես խնդիր չունես։ Կարելի ասել, որ ձեր հայրենադարձվելու հետ ինչ որ չափով հաշտ լինելու հետ նաև կապ ունի Կոստանդինը։ Միանշանակ։ Իդեպ առիթից օգտվելով ասեմ, որ շատ եմ ուրախացել ձեր վերադարձով, Սարգիսին էլ եմ ասել, որ շատ ուրախացել եմ, ու նաև ուրախալի է ինձ համար այն, որ դուք ունեք մեծ լսարան, հանրային մարդիկ եք, եւ կարելի է այդ ֆոնին իսկապես հայրենադարձվելը պրոպագանդել, այսպես ասեմ։ Նայեք, ես չեմ ուզում տենց ոնց որ ավելի սենց անպագոր որ պրոպագանդես, դե դու իրավունք չունես, ինչ որ մեկին, որ ես արել եմ իմոց ստացվելա, չնշանակում, որ ուրիշի մոտ դա կաշխատի, կարևորը ամեն մեկը հասկանա ինքը որտեղ պետքա լինի։ Ինձ համար ես հասկացա իրոք այդ տունը, այդ հողն է, այդ էներգիան է, որտեղ որ ես ունեմ X ինչ որ անելիք։ Այսինքն կարևորը երբ որ դու հասկանաս դու ինչ ունես տալու։ Անպայման չի դու հենց գաս հենց քո հողից տաս, բայց եթե դու ուզում ես, դու գնացել ես հեռու ու ինչ որ մի բան քո սրտի մեջ դատարկ է, նշանակում է դատարկությունը հենց միգուցե հետ վերադառնալն է։ Ինձ մոտ դա տենց էր, մեկ ուրիշի մոտ կարող է ինքը գնում է դուրս ու ես ասում շատ ավելի հայրենասեր է, քան ոմն մեկը, ով որ հենց իր հայրենիքում է։ Դրա համար միանշանակ կոնկրետ դներ սահմանափակումների մեջ, որ ես հայ եմ ու ես պետք է լինեմ իմ հողի վրա, ես նմանատիպ պրոպագանդա չեմ անում։ Ես անձամբ խոսում եմ իմ մասին։ Միանշանակ ու կարևոր է նաև, որ այդ ճանապարհը մարդիկ անցնում են լավ մասնագետների հետ։ Հիմա ձեր մասով Մելանիա ջան, ձեր հանդիպումը ինչպես է եղել Կոստանդինի հետ, ինչպես են խաչվել ձեր ուղիները։ Այստեղ շատ տեղին է խաչվել բառը, մենք տեխնիկական հարցերի խաչմերուկում ինչ որ պատահաբար հանդիպեցինք ու երկուսով հասկացանք, որ բացարձակ պատահական չէր այդ հանդիպումը եւ ես անկեղծ շատ ուրախ եմ, որ բիզնես խաչմերուկներից որևէ մեկում Կոնստանտինը իմ ճանապարհին հայտնվեց եւ այլևս չլքեց այդ խաչմերուկը, այլ բացվեց մի նոր ճանապարհ, որը սկսեցինք երկուսով անցնել, որովհետեւ հենց այդ ժամանակ Կոնստանտինը որոշեց, որ պիտի վերադառնա Հայաստան արդեն մեծ կազմակերպված սեմինարով, սեմինար այցով եւ ոչ թե առաջարկեց կազմակերպել սեմինարը, այլ պարզապես ասաց շատ իմիջայլոց տոնով, դա դու պետք է կազմակերպես։ Ես էլ շատ հեշտ ասացի սիրով ու հիմա մեծ պարտությամբ պատմում եմ, որ մենք չվախեցանք մեծամասշտաբ կազմակերպել այս սեմինարը, ինչքան էլ որ նմանատիպ միջոցառումները քիչ պահանջարկ ունեն Հայաստանում, որովհետև դա ժամանցի մասին չէ, դա լիցքաթափվելու մասին չէ, դա կրթվելու, դա լուրջ ինֆորմացիա ընդունելու մասին է, բայց վախենալը ոչին ոչ Կոնստանտինի մասին չէ, ուստի մենք ամենամեծ մասշտաբով որոշեցինք կազմակերպել այս միջոցառումը եւ շատ ուրախ եմ, որ այն պլանավորվածից ավելի լավ է առաջ ընթանում եւ մեզ շատ քիչ տեղեր են մնացել տոմսերի վաճառքի համար եւ դա
շատ երջանկացնում է այն առումով, որ մարդիկ սիրում են լսել։ Ոչ միայն ուրախանալ իհարկե միշտ պետք է, բայց նաև սիրում են նոր ինֆորմացիա վերցնել, մտածել եւ աշխատել իրենց վրա, զարգանալ։ Մանո ջան, դուք հոգեբանություն եք ուսումնասիրում, ճիշտ է։ Արդյոք տենդենց նկատում եք մեր հայաստանցիների մասին է խոսքը, մեր վերաբերմունքի հետ կապված հոգեբանների հանդեպ տարիներ առաջ հոգեբանությանը ինչ նշանակություն էինք տալիս, ինչ հետաքրքրվածություն ունենք եւ հիմա ինչ նշանակություն ենք տալիս։ Բավականին տենդենսը գնում է դեպի դրական կողմ, որովհետեւ որ կար ժամանակ, եթե գնանք դեպի մեր ծնողները, թե ժամանակին ավելի շատ հոգեբանի մոտ այցելելը նույնիսկ ծաղրանքի ակնկալիք էր տալիս մարդկանց, ոնց որ մտածում են, եթե դու գնում ես հոգեբանի մոտ, դու չես կարում քո խնդիրները լուծել, որ ինչ որ ոմն անծանոթ մեկը պետք է այդ խնդիրը լուծի, բայց ես կարծում դա շատ սխալ կարծիք է, որովհետև յուրաքանչյուր մասնագետ ունի հատուկ գործիքներ, որոնք կարող են քեզ տվյալ պահին օգնել։ Ես կարծում եմ հոգեբանի արկայությունը յուրաքանչյուր մարդու կյանքում անկախ նրանից դու ունես X խնդրեմ թե չունես, դա հարկավոր է ուղղակի զուտ գնաս մեկի հետ սիրտդ բացես ու հստակ իմանաս, որ ինքը քեզ կտա ճիշտ խորհուրդ։ Իհարկե շատ կարևոր է այդ խորհրդից հետո դու ինչպես ես սկսում շարունակել քո կյանքը, որովհետև բոլորն էլ կարող են գնալ հոգեբանի մոտ, բոլորն էլ կարող են ունենալ լավ խորհրդատուներ, բայց դա իրենց կյանքում չգործածեն։ Շատ կարևոր է թե դու այդ ինֆորմացիայի հետ հետո ինչ ես անում, բայց հիմա, քանի որ մենք նաև հարսանեկան ասպարեզում ենք, ես տեսնում եմ, որ շատ զույգեր կան, ու իրանց խոսակցության մեջ ասում ենք մենք ունեինք այս խնդիրը, արդեն հասել էինք բաժանության եզրակետին, բայց գնացինք հոգեբանի մոտ, փառք Աստծո, արդեն մենք ամեն ինչ հասկացել ենք։ Նույնիսկ եթե դու ինքդ հոգեբան ես, երբեմն հայտնվում ես ոնց որ կյանքի խաչմերուկներում այնպիսի իրավիճակի մեջ, որ զգում ես, որ դու էլ ունես դրա օգնության կարիքը, որովհետև միգուցե դու խնդիրը ինքդ քո կողմից հասկանում ես, բայց դիմացինը չի ընկալում եւ հատկապես ինձ մոտ էլ է շատ հաճախ լինում, որ ամուսնուս հետ թեթևակի կոնֆլիկտ ենք ունենում, խո դու շատ խելացի ես սկսել խոսել, դա ինձ դուր չի գալիս, այսինքն եթե նույն այն առումով դուր չի գալիս, դա տղամարդ են, միանշանակ այդ կոնֆլիկտը կին ու տղամարդ մրցակցությունը միշտ մեր հետ լինելու է։ Այդ դեպքում, երբ որ հարազատն է ասում, մտածում են, որ չէ, ինքը ունի ինչ-որ իր շահադիտական կողմը, բայց երբ որ գնում ես մասնագետի մոտ, այսինքն նեյտրալ մարդը, դու այդ ինֆորմացիան ավելի հանգիստ ես ընկալում։ Ասեմ նույնիսկ այն դեպքում, երբ որ ես հիմա ուսումնասիրում եմ հոգեբանություն, շատ դեպքերում կոնկրետ կարող է իմ ընտանեկան խնդիրների մեջ գնամ դիմեմ այլ մասնագետի, որովհետև կողքի աչքը կարող է ինչ-որ մի հատ այլ դիտարկում անել, որը որ ես էմոցիոնալ դաշտի վրա մի փոքր ավելի ուրիշ ձև եմ հասկացել։ Համար իսկը հոգեբանի արկայությունը շատ կարևոր է ու հիմա չնայած այնքան շատ է ինֆորմացիան եւ ճիշտ եւ սխալ եւ ամեն մի ոնց որ կոպիտ ասած երկրորդ երրորդը ասում է ես հոգեբան եմ, ես քեզ կարող եմ օգնել, արդեն չես հասկանում, ավարտածն է ճիշտ, ասենց խառնվել է իրար, բայց ես կարծում եմ, որ ամեն մեկը գտնում է ինչ որ մեկին, ով որ կարողանում է իրեն դնել այն կետի վրա, որը որ իրեն է պետք։ Ես սկսել եմ ուսումնասիրել ինքս ինձ համար, ես չգիտեմ ժամանակը կանցնի կզբաղվեմ դրանով թե չէ, բայց երբ որ դու այդ ամեն ինչի մեջ ես ու կոնկրետ տեսնում ես պտուղներ, որոնք քո կյանքում փոխվում են, դու ես փոխվում առաջին հերթին, մարդիկ դա նկատում են ու բնականաբար գալիս հարցնում են, բա ոնց եղավ, որ սենց եղավ, ոնց եղավ, որ հիմա սենց ես ու արդեն քո կամքից անկախ բոլորը դառնում են քո հաճախորդները, պացիենտները, այսպես դրա համար ես ոնց որ ավելի շատ հիմա իմ մոտ կյանքում այն ժամանակաշրջանն է, որ սենց վստահում եմ իմ այսօրվան ու եթե ես ունեմ ինչ-որ մի բան տալու օգնության առումով մարդու հոգու փոխվելու իրան գտնելու դա ինքնստինքյան կլինի։ Դու պարզապես գործողություններն արա, թե վերջում որ կետում կհայտնվես, այդ մենակ Աստված գիտի։ Մարդը եկել է սեմինարին, հավանել է, կպել է իր հոգուն, ամեն ինչ եւ ուզում է դրանից հետո իր խնդիրների հետ կապված դիմել Կոստանտին Սարգսյանին։ Կարող է դիմել արդյոք եւ բոլոր խնդիրների դեպքում, բոլոր խնդիրներ ունեցող մարդիկ, ով ունի ցանկություն հոգեբանի դիմելու, կարող է դիմել եւ ինչ ճանապարհով պետք է դիմի։ Օնլայն տարբերակով աշխատում է արդյոք։ Առհասարակ օնլայն տարբերակով կոնսուլտացիաներ լինում են Կոնստանտինի մոտ եւ մեծամասամբ օնլայն են աշխատում, որովհետեւ Կոնստանտինի հետ համագործակցում են ամբողջ աշխարհից, ենթադրել որ բոլորը պիտի հասնեն ֆիզիկապես իր մոտ, այդպես չի։
Մենք որպես այդպեսին չենք բարձրաձայնել երբեք, բայց բացառիկ դեպքերի համար կոնսուլտացիայի տեղեր դիտարկել ենք, չենք էլ բարձրաձայնել, այսօր խոսեցիք ուղղակի պահելը մի քիչ արդեն 1-2 օր նույնիսկ ավելացրել ենք իրենց այցը Հայաստան, ունենք 1-2 ազատ օր կոնսուլտացիաների համար պահված կամ գուցե ճամփորդության։ Դեռ մտածում ենք, այսինքն հնարավորություն, որ մարդիկ դիմեն, կազմակերպեն կոնսուլտացիա օֆլայն հանդիպում, ունեն մարդիկ, կարող են դիմել։ Տոմսերի այդքան մեծ չափի վաճառքը արդեն խոսում է այն մասին, որ վստահություն ունենք մեր հայրենակցի հանդեպ, եւ ոչ միայն դա է խոսում, այլ առհասարակ իր շատ հաջողած դեպքերը, երբ որ մարդիկ պատմում են իր մասին, մի անգամ էլ նշենք որտեղ է լինելու եւ արդյոք դեռ ունեն հնարավորություն ձեռք բերելու տոմսեր։ Սեմինարը տեղի ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 2-ին 19:00 Խորհուրդ եմ տալիս նախատեսել 2-ից 3 ժամ, որովհետև 1 կամ 1.5 ժամ չի խոսելու, բավականին երկար է լինելու խոսքը։ Դեռ տոմսեր ձեռք բերելու հնարավորություն ունեն մարդիկ, կարող են հենց Արամ Խաչատրյանի կայքում այցելել եւ ձեռք բերել on-line։ Սեմինարին եկած մարդը ըստ ձեզ եւ սեմինարից գնացող մարդը ինչ որ չափով կտարբերվեն, նույն մարդը եկել է եւ գնում է, ինչ որ բան կփոխվի իր ներսում։ Վստահ ինչ որ բան չէ, շատ բան եւ ասեմ գուցե շատերին դա վախեցնում է, որովհետեւ սա այն սեմինարն է, այն խոսքն է, որը մարդուն տանում է ճամփորդություն դեպի իր ներս, որը մարդուն ստիպում է հանդիպել ինքն իրեն, իր այն կետերին, որից ինքը փախել է երկար, իսկ Կոնստանտինը շատ սիրուն, այդ 1300 հոգուն վերցնում եւ տանում է ճամփորդության դեպի սեփական եսերով, դեպի այն տունը, որտեղ իրենք երջանիկ են։ Եվ ի վերջո, ամբողջ սեմինարի միտքն այն է, որ մարդը գտնի իր երջանկության հասցեն, որը թե ինչերից է բաղկացած այդ օրը կսովորենք։ Ես ունեցել եմ բախտ գտնվել ներկա Կոնստանտինի սեմինարին եւ ասել, որ կյանքը բաժանվում է դրանից առաջ եւ հետոյի, հավասար է ոչինչ չասելու։ Նշված սեմինարից հետո ես ուղղակի նաեւ ես էի կազմակերպել այդ փոքրիկ սեմինարը, այսպես ասած, հանդիպումը, ես ուղղակի փախա դահլիճից, որովհետեւ ես պետքա մնայի ինքս իմ հետ, ինքը ինձ կանչեց, ասեց Արի մի հատ խոսենք, ոնց անցավ։ Երբ հանդիպեցի իրեն, առաջին բանը, որ ասեցի, ասեցի, տեղեկատվությունն այնքան շատ էր, որ մենք ամիսներ պիտի մարսենք այս ամեն ինչը։ Մենք ձեզ լսել ենք 3 ժամ, բայց մեզ պետք են ամիսներ, որ մարսենք այս ամբողջը, կյանքի կոչենք, օգտագործենք այդ բոլոր բանալիները մեր կյանքում ու վերադառնանք նորից հանդիպելու ու կարծես թե անցել են այդ ամիսները, հիմա ժամանակն է նորից վերադառնալու։ Իրոք ինձ մոտ էր հենց այդ զգացողությունը, ոնց որ Մելանյան նկարագրեց, արդեն on-line հարթակում, դե պատկերացրեք, երբ որ ընդհանուր մասսայականության մեջ ես դու այդ նույն էներգիան, այդ ինֆորմացիոն հոսքը սենց գալիս է, իրոք զգում ես ուղեղը պետքա սենց հեսա ձայնա գալու, որտեղ պետքա ինքը դա ընկալի, երբ որ անձամբ իր հետ ու երբ որ կոնկրետ խոսում է քո խնդիրների մասին, ես հիշում եմ այդ ամբողջ կոնսուլտացիայի վերջին հատվածը, երբ որ դու անցնում ես տարբեր էմոցիոնալ վիճակներով ու արդեն իսկ այդ պահին հասկանում ես, որ արդեն ինչ-որ մի բան փոխվեց քո գիտակցության մեջ, արդեն ինչ-որ մի բան բացվեց, իրոք աչքերդ բացում ես ու զգում ես գույները, ձայները, ինչ-որ բան փոխվել է, ու հիմա իրան ասում, ու հիմա ասում, ինչ պետք է լինի, ասում, այլ ամեն ինչ նես չի լինելու, ոնց որ կա։ Շատերի մոտ դա առաջացնում է վախի թրթիռ, որովհետև ոնց ամեն ինչ չի լինելու։ Դրա համար ես կարծում եմ բոլորին ինքը տալիս է այն, ինչ որ պետք է, բայց արդյոք դրանից հետո, երբ որ ասում են, այս պահից հետո այլ ամեն ինչ նես չի լինելու, ոնց որ պետք է դա քո մոտ, ինչ զգացողություն է առաջացնում վախի, թե ազատության։ Ու ես որ ասում է զումը անջատվեց, ես ես նայեցի կողքից ու զգացի այլ ամեն ինչ այնպես չի, ես արդեն փոխվել եմ ու առանց ոնց որ բարեր շռայլելու, երբ որ դուրս է եկել, դուրս բոլորն ասում էին ինչ ա եղել,
ասում եմ, ես էլ ասում ինչ ա եղել, ասում եմ ինչ որ բան փոխվել է, չգիտեմ, հայացքդ է փոխվել, աչքերդ են փոխվել, դու սենց նույնիսկ ասում են պլաստիկ վիրահատություն ես արել, ասում երեք ես ինձ տեսել մեկ օրվա մեջ, այսինքն ընդհանուր քո էներգիայի, քո աուրայի, քո աչքերի, քո հոգին է փոխվում։ Ոչ թե փոխվում է, մի քիչ երևի փոխվել բառը ավելի սխալ է, այլ դու գտնում ես։ Այսինքն եթե միջև այդ ինչ որ որոնումների մեջ է, դա քո աչքերից է զգացվում, դա քո խոսքից է զգացվում, ընդհանրապես քո աուրայից, էներգիայից, ես դուրս եկի, ինձ թվում էր աշխարհի իմն է, ես էլ աշխարհին էլ խնդիր չկա։ Դա հեշտ ճանապարհ չի, որովհետև իհարկե այդ առաջի զգացողությունները, այդ թռիչքի, էйֆորիայի բան ու հետո գալիս են խնդիրները։ Ու ինձ ինչն է դուր գալիս ընդհանուր Կոնստանտինի աշխատանքային մեթոդի, որ իր մոտ ընդամենը մեկ այց է։ Դու չես գնում ամիսներով ու ամեն անգամ տարբեր խնդիրների մասին խոսում։ Ինքը ասում է, այս բավականին երկար ժամանակ անքուն գիշերներ եմ անցկացրել, որպեսզի կարողանամ մեկ այցով տամ բոլոր պատասխանները, որոնք այդ տվյալ մարդուն անհանգստացնում է։ Սկզբից ասում է 4 ժամ էր, հետո 3 ժամ էր, հիմա ընդամենը երևի մի ժամ 30 րոպե կամ 2-ից ոչ ավել դու բոլոր հարցերի պատասխանը ստանում ես ու դու պատասխան չես ստանում, դու ինքդ ես պատասխանում, այսինքն ինքը կարողանում է քեզ դնել մի դաշտի մեջ, որ տպավորություն է ինքը ոչինչ չի անում ու դու բոլոր հարցերը ինքդ քեզ ասում ես ու երբ որ անջատվում է դու հասկանում ես ոչ մեկ քեզ չի խաբել, ոչ մեկ քեզ չի ուզեցել ինչ որ, չէ, շատ դեպքերում ասում ես տպավորություն էր, որ այդ ինֆորմացիան դու ինձ տվեցիր ու տարար այնտեղ, որտեղ որ դու էիր ուզում, այսինքն մասնագետ, այս դեպքում դու ասում ես դու ինքդ ես պատասխանել։ Ինքը ուղղակի ճիշտ հարցերի հերթականությամբ օգնում է, որ դու պատասխանես այն բոլոր հարցերին, որոնք երկար ժամանակ խուսափել են։ Դա իրականում մենք գիտենք ինչն է մեր խնդիրը։ Ամբողջ խնդրը կանում այնտեղ, որ մենք դա սկսում ենք դրսում փնտրել։ Ամուսինն է մեղավոր, երեխան է մեղավոր, երկիրն է մեղավոր, բոլորը մեղավոր են, բայց ոչ մեկ չի հասկանում, ոչ մեկ մեղավոր չի։ Դու պտտվի, նայիր ինքդ քեզ, քո ներսու հասկացի ինչի է քո մոտ այդ խնդիրը։ Երբ որ մենք ավելի շատ կենտրոնանանք, դա շատ դեպքերում եսասիրության եւ էգոիզմի հետ են խառնում, բայց դա դրա մասին չի։ Դա քո ճանապարհն է, նորից քո հոգու, որտեղ տրվել է քեզ ժամանակ, որ կարողանաս գտնես ինքդ քեզ։ Ինչ որ մի պահ կորցնում ենք, ինչ որ մի պահ գտնում ենք։ Պետք չի դրա հետ կռիվ անել պարզապես։ Իսկ ձեզ Մանո ջան, այ դուք էլ նշեցիք, որ դժվար է բախվել այն խնդիրներին, Մելանիան նշեց կարծեմ, որ մենք ունենք, դա գիտակցում ենք եւ շատ հաճախ այո չենք դիմում մասնագետի, որովհետեւ վախենում ենք մեր տրավմաներին առերեսվելուց, հենց։ Ձեզ հեշտ տրվեց այդ ընթացքը, չէ՞ որ ասում են հոգեբանին, եթե արդեն դիմում ես, եկել ես այդ գիտակցությանը, որ դիմում ես, կյանքի որակը կարելի է համարել փոխված։ Ձեզ հեշտ տրվեց այդ ընթացքը իրեն դիմելու, ինչպես եկաք այդ որոշմանը։ Չեմ կարող ասել հեշտ դժվար ինչ-որ կոնկրետ գնահատական տալ, որովհետև ես ինքս իմ տեսակով միշտ ինքս իմ ետևից ընկած անձնավորություն եմ եղել, ինձ համար միշտ հետաքրքիր է եղել, ես ինչի եմ սենց մտածում, ինչի ստեղ սայթակեցի, ինչի ստեղ հաջողում, միշտ այդ ինչիներ, ով եմ ես, այդ հարցը սենց գլխից կախված երկար ժամանակ գնում էի տարբեր ճանապարհներով ու երբ որ ստացա այդ պատասխանը վերջապես ով ես դու շատ բաներ խաղաղվեցին։ Սկսվեց մի նոր ճանապարհ, որտեղ որ դու էլ չունես կռիվներ, չունես հարցեր, բայց դրա հետ մեկտեղ դու անդադար սովորում ես, ուսումնասիրում ես ու այդ ուսումնասիրելու ճանապարհին քո մոտ անընդհատ երջանկության զգացողություն է։ Ու դա չի նշանակում, որ իմ մոտ ամեն ինչ փայլուն է, չկա նման բան։ Ասեմ խնդիրներն ավելի շատ են մեծացել, նախ սկսում ես շատ կտրուկ ձևով մաքրվել քո շրջապատը, սկսում են կոնֆլիկտներ եւ դու չես կռվում, ավելի շատ կողքի մարդիկ սկսում են ասել, որ դու փոխվել ես, բայց փոխվելը դա չեմ կարծում, որ վատ է, որովհետեւ եթե այն ժամանակ եղել է շատ հարմարավետ, փորձել ես ավելի շատ լինել այնպեսին, որպեսզի կողքիններին դու դուր գաս ու երբ որ այդ դիմակներից դու ազատվում ես ու հասկանում ես, ինչ խաղ եմ ես խաղում, այդ խաղը արդյոք իմ մասին է։ Շատ դժվար է այդ խաղադաշտից դուրս գալ, գտնել քեզ ու երբ որ գտնում ես քեզ, անդադար ընտրես քեզ։ Որովհետեւ երբ որ դու ընտրում ես քեզ, դու շատ բաների հետ համաձայն չես, դու չես վախենում արտահայտել քո կարծիքը, դու չես վախենում, որ դու կարող ես կորցնել, այսինքն գալիս է գիտակցության մի այնպիսի մակարդակ, որ դու ինքդ քեզ հետ արդեն այնքան ներդաշնակ ես ու այնքան ես
վստահում քեզ չէ քո ճակատագրին, քո տրված ճանապարհին, եթե մտածում ես X, եթե այս պատճառով այս մարդը պետք է իմ կյանքից գնա, ուրեմն ինքը ինձ չի ճանաչում։ Ու այդ դեպքում ինձ թվում է նաև դու շատ լավ օգնում ես դիմացի մարդկանց, որպեսզի իրանք էլ հասկանան, դու եղել ես պարզապես հարմար ընկեր, կին, թե մայրի մի քիչ այլ է, թե իրականում իրանք ուզում են քո կողքին լինելու, դա մի հատ հրաշք ճանապարհ է, ֆիլտրվում է, մաքրվում է ամբողջ քո կյանքի աղբը, եւ դու գնում ես տուն։ Մելանիա, զբաղվում եք մեդիտացիայով, ներդաշնակ մարդ եք, միանշանակ, բայց հետաքրքիր է, ինչպես եղավ, որ հոգեբանությունը այլ ներդաշնակություն, այսպես ասած, բերեց ձեզ, ինչպես եղավ, որ համաձայնեցիք այս ամենին։ Սկսեմ այս հարցի վերջից, համաձայնելը այստեղ ընդհանրապես չի քննարկվում, դա մեծ պատիվ է, երջանկություն է, ես ուղղակի ճախրում եմ երջանկությունից, երբ որ ինքն ինձ ասաց, դա դու ես կազմակերպելու, չէր քննարկում համաձայնել, թե ոչ։ Մնում էր պատվով դուրս գալ այդ ամենի տակից։ Հիմա ինչ է պակասում ներդաշնակ մարդուն, որ դրացնում է արդեն իսկ ներդաշնակություն գտած, ասեմ ձեզ, էներգիան ինքը անսահմանություն է ենթադրում եւ որևէ տեղ ավարտ չունի։ Երբ դու գտնում ես քո ներդաշնակությունը, քո խաղաղությունը, քո սերը, քո երջանկությունը, քո լույսը, դու հայտնվում ես մի աշխարհում, որը ունի անվերջ մեծանալու հնարավորություն։ Եվ Կոնստանտինի նման մարդիկ կարող են բերել լույսի նոր շերտ, խաղաղության ներդաշնակության նոր շերտ, քո արդեն իսկ կուտակած ամբարածին, որը եթե դու կկարողանաս, կվերցնես, կդարձնես քո ներդաշնակության մի մասը եւ այլ ավելի ամուր կկանգնես հողին այդ քո ներդաշնակությամբ։ Երբեք չդադարող ինքը ոլորտ է, դու անվերջ կարող ես այդտեղ մեծանալ, ինչն էլ քեզ արդեն հնարավորություն է տալիս կիսել ու կիսել ու կիսել։ Նույնությամբ եւ Կոնստանտինը ինչու այդքան կիսվում մարդկանց հետ, չէ՞ որ ինքը արդեն ամրացել է, ունի, որովհետեւ երբ որ դու ինչ որ տեղից արդեն անսահման մեծանում ես, սկսում է արդեն քո շրջանակը իր մեջ մարդկանց ներառել։ Հիմա ես մեծ սիրով Կոնստանտինի էներգիան ուզում եմ ավելանա իմ կառուցած էներգիային եւ սիրով սպասում եմ նրա արդյունքը վայելելուն, որովհետեւ նախապես չես կարող իմանալ քեզնից ինչ կստացվի դրանից հետո, որովհետեւ նույնությամբ ես վերջերս եմ վերադարձել Մենաստաններից, որտեղ ես գնում եմ ինքս մենակ, մեդիտացիաներ եմ անում, օրերով մենակ եմ մնում, ու ես երբեք չգիտեմ, որ Մենաստանից ինչ ձևով եմ հետ վերադառնալու։ Ես գիտեմ, որ մի քայլ ավելի բարձր եմ վերադառնալու, բայց քանի որ այդ մի քայլ ավելի բարձրը նոր աստիճան է իմ կյանքում, ես դեռ չեմ եղել, ինքը արդեն իսկ բացահայտում է ինձ համար։ Նույնությամբ Կոնստանտինը, երբ որ գա գրկի բոլորիս, մենք բոլորիս մի քայլ ավելի առաջ ենք գնալու, կախված թե որ մեկս որտեղ ենք այդ քայլը առաջ տանելու։ Այնպես որ հաջողություն մեզ, շնորհակալություն ձեզ, որ կիսում եք մեր գաղափարները, դարձաձայնում եք այս ամենի մասին, որովհետև շատ կարևոր փաստ կա այս ամեն ինչի մասին։ Այս սեմինարը այցը ընդհանրապես բիզնեսի մասին չէ, այս սեմինարը այցը հենց մարդկանց համար է, ես ուզում եմ ոչ թե հնարավոր շատ մարդիկ գան սեմինարին, ես ուզում եմ գան այն մարդիկ, ովքեր ունեն այս ինֆորմացիայի կարիքը, ում համար աշխատելու է այս ինֆորմացիան, ովքեր օգուտ են քաղելու, վերցնելու են այս ինֆորմացիան եւ տանելու են տարածելու այս ինֆորմացիան։ Շնորհակալություն։ Սիրով, մեծ սիրով եւ այո, նշենք, որ Կոնստանտինի հոգեբանությունը որևէ բանի չի հակասում, հավատք կլինի, թե ինչ կլինի, ընդհանրապես չի հակասում որևէ բանի եւ բոլոր մարդիկ էլ կարող են բնականաբար դիմել եւ իրենց կյանքի որակը փոխել։ Ես վստահ եմ Կոնստանտինը հատուկ է ընտրել ձեզ, երկու ամուր եւ կայացած կին, փուլեր անցած, բարձր գիտակցություն ունեցող։ Ամփոփենք զրույցը, ունեք ստատիստիկա, թե ավելի շատ տղամարդիկ են հետաքրքրված օրինակ սեմինարով կամ հոգեբանությամբ Կոնստանտինի մասին է խոսքը, թե կանայք։ Դե ընդհանրապես ոչ միայն կապված այս պրոյեկտի հետ, այլ ընդհանուր աշխարհի ստատիստիկան միշտ ցույց է տվել, որ կինը ավելի մեծ ձգտումներ ունի դեպի հոգեբանություն, որովհետև կինը ինքը իր տեսակով ավելի բաց է սիրտը եւ իրան միշտ ավելի հետաքրքիր է գնա դեպի հոգու խորքերը, որպեսզի հասկանա եւ ընդհանրապես հասկանալով կնոջ էությունը, բնույթը, բնությունը, կինը սեր տվողն է, կյանք տվողն է, դրա համար ինքը միշտ ավելի շատ իր հոգու մոտ է եւ ուզում է միշտ հասկանալ ինչ է իր սրտում կատարվում։ Դրա համար այս դեպքում կարծում եմ, երբ որ
կանայք սկսում են հասկանալ, թե ով են իրենք, ինչի համար են ծնվել եւ որտեղ է նրանց ուժը, այս դեպքում նույնիսկ տղամարդը շատ դեպքերում կարիք չի էլ ունենում գնա հոգեբանի մոտ, որովհետեւ կա մի շատ կարեւոր ձեռքբերում ինքս ինձ համար, որ երբ որ կինը սկսում է հասկանալ, թե ինչ ուժ կա իր ներսում եւ որ աշխարհը ստեղծում են տղամարդիկ, բայց դրան կյանք է տալիս կինը։ Երբ որ կինը սկսում է գիտակցել, թե ինքը ներդաշնակ լինելով իր հետ, իր սրտի հետ, իր բնության հետ, ինչքան կյանք կարող է տալ, շատ բաներ այս կյանքում գնում են իրենց տեղը։ Դրա համար ավելի շատ կինն է միշտ ձգտում դեպի հոգևորը եւ կինն է տղամարդուն իր հետևից տանում դեպի այն լուսավոր, այն ճշմարիտ, այն մաքուր տեղը, որտեղ այդ երկու կին եւ տղամարդը պետք է ոչ թե իրար հետ մրցեն եւ լինեն առաջին եւ երկրորդ, այլ պետք է դառնան մեկ ամբողջ։ Ու շատ կարեւոր է, որ Կոնստանտինի սեմինարում նաեւ այսօր շատ արդիական եւ ցավոտ թեմաներ են քննարկում հենց ընդհանուր զույգերի մասին, թե ինչպես անես, որ կարողանաս գտնես այն մարդուն, ով որ քո իրական կեսն է, եւ հիմա քանի որ շատ են բաժանությունները, նաեւ այդ կարևոր թեման էլ, որը շատ է միշտ Կոնստանտինը խոսում դրա մասին, պալավինկաները, այդ օրը նույնպես բոլորը հնարավորություն կունենան նաեւ այդ կողմից շատ ճշգրիտ ինֆորմացվելու։ Անչափ շնորհակալ եմ, հաճելի էր շատ հաճելի եւ օգտակար զրույց էր։ Ես վստահ եմ մեր զրույցից հետո այն մարդիկ, ովքեր անցնում են կյանքի դժվարին ինչ-որ փուլ, ցանկություն կունենան սեմինարին մասնակցելու եւ իրենց կյանքի որակը փոխելու։ Թույլ տվեք մենք նույնպես եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել։ Կարևոր գործեր, որովհետև մենք երբևէ չենք փնտրել հարթակներ, որպեսզի խոսենք, ու շատ կուզեմ, որ այն մարդիկ, ովքեր սրտին մոտ կհամարեն հոգևոր աճը, հոգու հանգստությունը, գիտակցեն հնարավորության բացառիկությունը եւ միանան մեզ։ Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար, շատ հաճելի էր այս ժամերը ձեզ հետ անցկացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես, սիրով։